Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, կրկին քաղաքական խաչմերուկն է եթերում, սա արդեն մեր օրվա մեջ երկրորդ հաղորդումն է, այս հաղորդման մեջ եւս կսկսենք Հայաստանից եւ հետո նոր կանդրադառնանք միջազգային կարևոր իրադարձություններին։ Երևի թե սկսենք Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակ Անի Բադալյանի պատասխաններից, որոնք որ բավականին կարևոր են, կանդրադառնանք նաեւ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որը եւս շատ կարևոր է ստեղծված իրավիճակում, նաեւ էլի մի քանի կարևոր հարցեր կան, սակայն նախքան դա ավանդաբար հիշեցնում եմ լայքերի մասին, որպեսզի այս հաղորդումը եւս կարողանա լայն տարածում ստանալ եւ ավելի շատ մարդիկ տեսնեն մեր այս հաղորդումը։ Ինչպես արդեն նշեցի, տեսում ենք Անի Բադալյանի պատասխաններից, որոնք որ նա այսօր է հնչեցրել եւ շատ կարևոր են իրոք այդ պատասխանները։ Հայաստանի Հանրապետության կողմից ուժային սցենարի պատրաստման մեղադրանքների վերաբերյալ, այսինքն ադրբեջանական կողմի մեղադրանքների վերաբերյալ շատ հստակ պատասխան է տվել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամլոխոսնակը, հստակ նշելով, որ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր գտնվում է օկուպացիայի տակ, բայց միշտ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է այն մասին, որ օկուպացված տարածքները ուժային ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում լուծել, քանի որ դրա լուծման հնարավորություն է տալիս սահմանազատման գործընթացը, ինչպես նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիր, այսինքն այս հարցով հստակ պատասխան է տրվում ադրբեջանական մեղադրանքներին, որ Հայաստանը նույնիսկ օկուպացված տարածքները այս պահի դրությամբ չի դիտարկում ուժի միջոցով հետ բերելու, այսինքն տարբերակ սցենար այդպիսի այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի մշակում։ Նման սցենար Հայաստանը չունի եւ հետեւաբար Հայաստանը ոչ մի ձևի լարվածությունների չի գնում Ադրբեջանի հետ եւ այդ մեղադրանքները ուղղակի անհեթեթություն են։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր պատասխան է, քանի որ այդ պատասխանին ես կարծում եմ, որ եւ այդպես պետք է լինի, հետևում է նաեւ ամբողջ աշխարհը եւ Հայաստանի Հանրապետության պատասխանը շատ հստակ։ Թեկայն նույն ժամանակ Անի Բադալյանը հստակ նշում է, որ Հայաստանը կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիա, ինչը ցանկացած երկրի լեգիտիմ իրավունք եւ սահմանամերձ գոտում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորում են տվյալ տրամաբանության մեջ եւ շատ ճիշտ է սա եւս, քանի որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ինչու՞ չէ ագրեսիա իրականացնել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի, որպեսզի նման ագրեսիայի պարագայում փորձի կանխել տվյալ ագրեսիա եւ դա բացառապես տեղավորվում է պաշտպանության տրամաբանության մեջ, այսինքն Հայաստանը կրկին ասում է, որ մենք որևիցե սադրանքի չենք գնում, մեր տարածքային հարցերը չենք լուծելու զինված մեթոդներով եւ եթե ագրեսիա տեղի ունենա, ապա մեր լեգիտիմ իրավունքն է պաշտպանելու մեր տարածքը։ Եվ նա հստակ նշում է, որ Հայաստանը ունի միակողմանի պարտավորություններ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ծրագրերը միակողմանի լուծելու համար, այսինքն եթե Ադրբեջանը պահանջում է ճանապարհ, ապա այդ ճանապարհների ապաշրջափակումը երկու կողմերից էլ պետք է տեղի ունենա։ Սակայն Հայաստանի Հանրապետությունը նաև առաջարկել է, որ առաջին հերթին թող սկսեն աշխատել երկաթգծերը, հետո նոր արդեն ճանապարհները ապաշրջափակվեն, այսինքն մյուս տրանսպորտային կոմունիկացիաները եւս ապաշրջափակվեն, ինչին եւս մենք տեսնում ենք, որ փաստացի Ադրբեջանի կողմից պատասխան չկա։ Եվ վերջին շրջանում հատկապես Ադրբեջանը կրկին սկսել է խոսել միջանցքային տրամաբանությունից, այսինքն դա եւս մենք վերջին շրջանում կրկին սկսել ենք նկատել, այսինքն եթե նախկինում օրինակի համար 1 տարի առաջ կար նման պահանջ, հետո այդ պահանջը ընդհանրապես հանվեց, նույնիսկ քննարկվող խաղաղության պայմանագրի մեջ այդ պահանջը չկար, ապա հիմա կրկին այդ պահանջը ի հայտ է եկել, ճիշտ է ոչ խաղաղության պայմանագրի մեջ, բայց բանավոր ձևով կրկին այդ պահանջը սահմանադրության փոխելու հետ մեկտեղ ադրբեջանական կողմը առաջ։ Դրանից բացի չափազանց կարևոր գրառում է արել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Եվ նա գրել է, որ ես պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը։ Չափազանց կարևոր հայտարարություն է նաև այն իմաստով, որ հիմա ադրբեջանական կողմը փորձում է լարել իրավիճակը ապա տեղեկատվություն տարածելով, թե հայկական կողմը հրադադարի
ռեժիմ է խախտում։ Ճիշտ է, մեր վերջին հաղորդումից հետո մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները եւ պաշտպանության նախարարությունը նորը չեն տարածել, բայց մենք մի քանի օր է տեսնում ենք, որ նման հայտարարություններ տարածվում է, սակայն ինչն է հիմա ամենակարևորը։ Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են տարածել տեղեկություն եւ այդ բաներն են հրապարակում, որտեղ որ գրված է, որ տեխնիկայի տեղաշարժը չի կարելի նկարահանել եւ հիշեցնում եմ, որ դա քրեորեն պատժելի է հիմա Ադրբեջանում։ Երեք էլ տեղեկություն կար, որ մեկը TikTok-ով ինչ որ մեկը նկարահանել եւ TikTok էր տեղադրել, ինչ որ զինտեխնիկայի տեղաշարժ, եւ դա արդեն խնդիրներ է ստեղծել այդ անձի համար։ Այսինքն Ադրբեջանում հիմա կրկին զգուշացնում են, որ որևիցե տեխնիկայի տեղաշարժ չնկարեն։ Փաստացի հնարավոր է, որ Ադրբեջանը տեխնիկայի տեղաշարժ է իրականացնում եւ մոտեցնում է այն հայ-ադրբեջանական սահմանին։ Ես չեմ կարող պնդել, ուղղակի ես ասում եմ այն ինչ կա եւ ադրբեջանական լրատվամիջոցները նման բան են հրապարակում։ Սա շատ կարևոր է հասկանալ, բայց նույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ եթե նույնիսկ սադրանք տեղի ունենա կամ ինչ-որ պատերազմական գործողություններ սկսի Ադրբեջանը, մենք չպետք է այս տեղեկություններից պանիկայի մեջ ընկնենք եւ մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք, որ նման բան կարող է տեղի ունենա ադրբեջանական կողմից։ Այսօր է, վաղն է, թե 6 ամիս անց է, թե 1 տարի անց է, նման բան ցանկացած պահի կարող է տեղի ունենալ, բայց նույն ժամանակ այս պահի դրությամբ ամենայն հավանականությամբ մեծ էսկալացիայի ռիսկեր չկան ամենայն հավանական։ Ինչ վերաբերվում է փոքրիկ սադրանքների մասին, ես երեկվանից արդեն ասում եմ, որ այսքան ապատեգիկատվություն տարածելուց հետո Ադրբեջանը կարող է գնալ ինչ որ սադրանք։ Այստեղ կարևոր է նշել, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լեմի միջեւ եւ ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության նրանք քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, բայց նույն ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսել է այն մասին, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի իբր Ադրբեջանից եւ չի ուզում փոխել սահմանադրությունը, եւ քանի որ սահմանադրությունը չի փոխվում, ԵԱՀԿ-ի Մինսկից է խոսել, ԵԱՀԿ-ի Մինսկից չեն հրաժարվում եւ այլն եւ այլն, այն իսկ պատճառով հասկացրել է, որ այս պայքարությամբ խոչընդոտը դա է։ Բայց մենք չունենք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն այս պահի դրությամբ, ամենայն դեպս լրատվամիջոցներում դա չկա, եւ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ընդհանրապես լսել է Բայրամովի այդ պնդումները եւ ոչինչ չի ասել եւ ուղղակի շնորհավորել է Նովրուզի տոնի կապակցությամբ։ Բայց այստեղ նաեւ կարեւոր է մեկ բան հասկանալ, որ վերջին շրջանում Ադրբեջանը կրկին սկսել է ակտիվացնել իր կապերը եւ շփումները Մեծ Բրիտանիայի հետ։ Դա եւս շատ կարեւոր է հասկանալ, որ իրենց կառավարությունից այցեր են տեղի ունենում Մեծ Բրիտանիա եւ տարբեր հանդիպումներ են անցկացնում այնտեղ ադրբեջանցիները, ինչպես որ գնում են Իսրայել եւ Իսրայելում են անցկացնում տարբեր տեսակի հանդիպումներ, այդպես էլ Մեծ Բրիտանիայի ուղղությամբ եւս սկսել են ակտիվացնել իրենց քաղաքական։ Հայաստանի մասով հիմնականում այս պահի դրությամբ այս կանը մի քանի խոսքով կարելի է անդրադառնալ Թուրքիայում տեղի ունեցողից։ Մենք առավոտյան խոսեցինք, որ Թուրքիայում մոտ 100 անձինք, այդ թվում նաև Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել են։ Նախնական նրան 4 օրյա կալանք է սահմանվել, նաև ցույցերն էին արգելել Ստամբուլում, բայց նույն ժամանակ արդեն բազմաթիվ հարյուրավոր ուսանողներ դուրս են եկել ցույցի, արգելված ցույցի։ Թուրքիայի լիրան բավականին լուրջ անկում է գրանցել, չնայած որ վերջին տարիներին այն միշտ էլ անկման մեջ էր եւ հիմա ավելի մեծ ռեկորդային անկումներ է սկսել գրանցել թուրքական լիրան։ Հետևենք նաեւ Թուրքիայում զարգացումներին, բայց նույն ժամանակ ես չեմ էլ ուզում վախենում եմ նույնիսկ կապել Թուրքիայում տեղի ունեցող process-ները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող process-ների հետ։ Հնարավոր է նաեւ Էրդողանին ինչ որ մի պահ ձեռնտու լինի, որ ինչ որ սադրանք տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի իր հասարակության ուշադրությունը փորձեն շեղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտով։ Միջազգային այլ կարևոր իրադարձություններից կարելի է նշել, որ Թրամփը նոր հետաքրքիր սենսացիոն հայտարարություններ է արել, ես չեմ շարունակում զարմանալ նրա հայտարարություններից, եւ նա փաստացի ասել է, որ ինքը
ազգայնական ինքը պատասխանել է այն հարցին, ինքը պատասխանել է նրանով այն հարցինի պատասխան, որ ինչու ինքը ավելի շատ ձգտում է Պուտինի հետ ընկերություն անել եւ ոչ թե գլոբալիստ առաջնորդների եւ ասել է, որ որովհետեւ ես ազգայնական եմ, ճիշտ ասած ինքը գերմանացի է ազգությամբ, երևի ազգայնական ասելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգ, նացիա հասկացողությունը ինքը նկատի ունի, բայց ինչ որ է հետաքրքիր շատ պատասխան է տվել Դոնալդ Թրամփը ասելով, որ ինքը առաջնորդվում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերով։ Եվ դա է պատճառը, որ ինքը շատ ընդհանուրություններ ունի Վլադիմիր։ Այսինքն ոչ թե նա ասել է այդ նախադասությունը, որ դա է մեր ընդհանուրությունը, այլ ուղղակի հասկացել է, որ դա է իրենց ընդհանուր դիմագիծ եւ նույն ժամանակ նա կրկին հիշել է եւ ասել է, որ ոչ ոք այդքան խիստ չի եղել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես ինքը եւ ինքը դադարեցրել է հյուսիսային հոսք 2-ը։ Այս թեմային նաեւ թեման շարունակելով կարելի է ասել, որովհետեւ մենք ամբողջությամբ օբյեկտիվ լինենք, որ իր խոսքերով Օբաման նրանց ստիպեց Չինաստանին եւ Ռուսաստանին ամուսնության, չնայած որ նրանք իրար հետ կանեն չէին հավանում կամ որ թշնամանք ունեին նման արտահայտությունների արել Դոնալդ Թրամփը, բայց հստակ նշելով, որ Օբամայի սխալ քաղաքականության պատճառով Չինաստանը եւ Ռուսաստանը շատ են իրար հետ մերձեցել եւ որպես պատմության ուսանող մարդ առաջինը ինչ սովորում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա այն է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը չպետք է միասին լինեն, այդպես է ասել Թրամփը շարունակելով միտքը նա ասել է, որ նրանք հավանաբար հիմա ընկերներ են, իսկ մենք երկուսի հետ էլ ընկերություն ենք անում։ Այսինքն հստակ հասկացնում է, որ մենք փորձելու ենք սեպ խրել նրանց հարաբերությունների մեջ եւ դա է պատճառը, որ ես փորձում եմ մոտենալ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ հիշեցնեմ, որ ես կոնկրետ հենց այդ մասին էլ արդեն երկար ժամանակ է այստեղից խոսում եմ, որ Դոնալդ Թրամփի հենց մտադրությունը դա է եւ այդ մտադրության մեջ ինքը շատ լուրջ չի վերաբերվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, այսինքն եթե նույնիսկ ուկրաինացիների հաշվին ինչ-որ զիջումների գնա, իր պատկերացմամբ ինքը մեծ գործ է անելու նրա համար, որ կարողանա սեպ խրել ապագայում Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջև Ռուսաստանի հետ այլ որակական հարաբերություններ կառուցելու։ Երեկվա հեռախոսազրույցի մասով արտահայտվել է նաեւ Վլադիմիր Զելենսկին, իմիջայլոց այսօր նաեւ Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ է հեռախոսազրույց ունենալու այդ մասին եւս մենք անպայման կխոսենք, երբ որ հեռախոսազրույցը տեղի ունենա, անպայման կանդրադառնանք, հնարավոր է արդեն վաղը, եթե շատ կարևոր ինչ-որ ասելիք չունենան։ Ուկրաինայի մասով եւ այդ հեռախոսազրույցին անդրադառնալով Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի համար Ռուսաստանին տարածքներ զիջելը դա կարմիր գիծ է, փաստացի նման բան Ուկրաինայի կողմից տեղի չի ունեն։ Զելենսկին նաև ասել է, որ Պուտինի խոսքերը հակասում են փաստերի, եւ Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ դադարեցնելու պատերազմ։ Այսօր նաև հայտարարություններով է հանդես եկել Պեսկովը եւ նա նշել է փաստացի, որ Պուտինը եւ Թրամփը չեն քննարկել Ուկրաինայում խաղապահներ տեղակայելու հարցը։ Ես զարմանում եմ, թե ինչ են նրանք քննարկել, երբ որ խոսել են 2.5 ժամ։ Այս հարցը չի քննարկվել, այն մեկ հարցը չի քննարկվել։ Մի կողմ ասում է, որ այս հարցը քննարկել ենք, մյուսը ասում է, որ չենք քննարկել։ Հիշում եք օրինակի համար Ուկրաինային զենք չմատակարարելու պայմանավորվածությունների մասին Կրեմլի պնդումները, որ հերքեց Դոնալդ Թրամփը, որ նման քննարկում չի եղել, այսինքն նման բաները շատ են, բայց ես կարծում եմ, որ 2.5 ժամվա ընթացքում այդ հարցերը ոչ միայն չեն քննարկվել, այդ հարցերը քննարկվել են կարելի ասել տասնյակ անգամ։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուիտկոֆը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հասնել Ուկրաինայի շուրջ լիակատար հրադադարի մի քանի շաբաթների ընթացքում։ Եվ նա նշել է, որ սանկցիաների թույլատումը Ռուսաստանի նկատմամբ կհետևի այդ պայմանավորվածություններին։ Կարևոր է նաև նշել, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է այցելում Գերմանիա, որտեղ որ նա հանդիպելու է Գերմանիայի ապագա կանցլեր Մերցի հետ եւ Մակրոնը մտադիր է քննարկել Մերցի հետ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը, նաեւ ատոմային միջուկային անվտանգությունը երկրների քննարկելու են դա երկուսը իրար հետ, բայց ապագայում նաեւ ներգրավելու են Մեծ Բրիտանիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն
ըստ Մակրոնի Եվրոպան հիմա ուզում է ստեղծել սեփական անվտանգային ճարտարապետությունը, որը որ ներառում է նաև ատոմային զենք։ Եվ դրանից բացի հիմա խոսվում է այն մասին, որ Գերմանիան աննախադեպ իր պատմության մեջ ֆինանսական միջոցներ է հատկացնում, եւ դա արդեն մերձի կուսակցության որոշումն է անցել փաստացի Բունդեստագում եւ միլիարդավոր, հարյուրավոր միլիարդներ հատկացնում են պաշտպանությանը Գերմանիայի, դրանից բացի Եվրամիությունը մինչև 30 թվականը 800 միլիարդ դոլար, այս մասին եւս խոսել էինք, հիմա ավելի պարզ է դառնում, որ այդ ոչ թե 1 տարվա բյուջե է, այլ մինչև 30 թվականը, դե 30 թվականի համար չեմ կարծում, որ ահռելի մեծ գումար է, բայց էլի երևի թե ռուսական ռազմական բյուջեն երևի չէ հաստատ գերազանցում է այդ բյուջեն եւ 800 միլիարդ դոլար հատկացվելու է ընդհանուր Եվրոպական միության անվտանգությունը ամրապնդելու համար։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, անպայման լայք եք, գրեք ձեր կարծիքը մեկնաբանության մեջ, հաջողություն կհանդիպենք։